Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին 490 օր է մնացել։ Անգլիայի մայրաքաղաքի մարզական ենթակառուցվածքների 75%-ն արդեն պատրաստ են։ Մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը մարզակառույցներում փորձնական միջոցառումներ են անցկացվելու։ Այս մասին այսօր կայացած Լոնդոն 2012-ի շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը։ Կանանչ օլիմպիադա, սա լոնդոնյան օլիմպիադայի նշանաբանն է։ Քառամյակի մարզական ամենակարևոր ստուգատեսին անգլիացիներն անհամբերությամբ են սպասում։ Սպորտը բրիտանական մշակույթի անքակտելի մասն է։ Հուսով ենք, որ լոնդոնյան օլիմպիադայում հայ մարզիկներն իրենց հաջող մրցելույթներով կուրախացնեն հայ մարզասերներին։ 2012 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնում կբոցավառվի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի ջահը։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հավատում է հայ մարզիկների հաղթանակին։ 2012 թվականին օլիմպիական խաղերը կայանալ է Լոնդոնում եւ իհարկե մենք մեծ անելիքներ ունենք եւ մեր ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի մեզնից։ Օրինակ ցանկանում են տեսնել հաղթանակ, որ դրան սպասել են արդեն 4 տարի։ Իհարկե շատ երկար էին սպասում, բայց մենք կարողացանք մեր աշխատանքով 2008 թվականին իհարկե 6 մեդալներ բերեցինք օլիմպիական խաղերի, այն մեդալները, որ միշտ աշխարհը ճանաչել է հայ մարզիկին որպես ծանրամարդ, բռնցքամարդ, ըմբշամարդ եւ դրան կարողացանք ներկայացնել եւ հաղթել։ Իսկ այս ժամանակ պետք է մենք կարողանանք լիարժեք արդեն գույնը փոխենք։ Մենք այդ պարգևը մեր ժողովրդին այդ սպասելիքը իրականացնենք։ Մենք արդեն այսօր պատրաստ ենք դրան։ Այնպես որ ես մեր բոլորին մարզիկներին ցանկանում եմ լավ տրամադրություն, բարձր տրամադրություն, առողջություն, հաղթանակ, Աստծո կամոք։ Դե սպասենք մինչև 2012 թվականը, որ օլիմպիական խաղերին մասնակցենք եւ հաղթանակով վերադառնանք։ Շնորհակալություն։ Ժամանակակից օլիմպիական խաղերում Հայաստանը 13 օլիմպիական չեմպիոն է ունեցել։ Ցավոք 21-րդ դարում մեր մարզիկները դեռևս օլիմպիական չեմպիոն չեն հռչակվել։ Հուսանք, որ լոնդոնյան օլիմպիադայում ի նշան հաղթանակի կհնչի հայոց օրհներգը։ Կարո Պողոսյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։